Հաղորդման գլխավոր հովանավորն է ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Դան դեսերտ խմորեղենի և տորթերի արտադրության ընկերություն։ Հաղորդման գործընկեր Նավավար ձկնալի ըմպելարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, առաջին հարկ, իսկական նավահանգստային միջավայր Լեռներում։ Հաղորդման գործընկեր Ժան-Պոլ էգզիստենցիալ սրճարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, երկրորդ հարկ, վայր, որտեղ գերակա է զրույցը, որտեղ արվեստն ու չարվեստը թափառում են սենյակից սենյակ։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ, հասցե Պուշկինի 33 կոտորակ 21։ Շուրջ 30 տարի շուկայում առաջատարներից մեկը համարվող Դան դեսերտում կարող եք գտնել իրենց համային յուրահատկությամբ ու ինքնատիպությամբ աչքի ընկնող ամենատարբեր տորթեր եւ խմորեղեններ։ Այստեղ կարող են կատարածել ձեր ցանկացած մտահղացում տոնական սեղանին տալով յուրահատուկ տեսք։ Այժմ Դան դեսերտից կարող եք օգտվել նաեւ Պրոսպեկտ մոլի երկրորդ հարկում գտնվող սննդի կետից։ Եթե ձեզ հետաքրքրում է հայկական շոու բիզնեսի հայելու հակառակ կողմը եւ եթե կան հարցեր, որոնք գուցե հետաքրքրել են ձեզ, բայց երբեք չեն հնչել, առաջարկում ենք միանալ մեզ բացահայտելու շոու բիզնեսյան հայելու հակառակ կողմը։ Ողջույն, եթերում Փոփ-արտն է։ Այսօրվա մեր հյուրն երգչուհին է, ով հայկական շոու բիզնես մուտք գործեց մի երգով, որը շատ կարճ ժամանակահատվածում հիթ դարձավ եւ որը կարծես թե պետք է ապահովեր վերջինիս հաջողությունը դեպի երգարվեստ։ Հետագայում ներկայանալով ըստ շատերի արաբաթուրքական ելևէջներով երգով նա իր հաջողությունը փոխարինեց քննադատությամբ, իսկ իբրև արդարացում նշեց, որ այդ ամենն արել է ֆինանսական խնդիրներից ելնելով։ Նա այն երգչուհին է, ում հետագայում մեղադրեցին Լիլիթ Հովհաննիսյանին նմանակելու մեջ, ում բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ վերագրեցին եւ ում ճանաչմանը զուգահեռ քննարկումներ սկսվեցին նրա մորեղբոր Վանո Սիրադեղյանի վերաբերյալ։ Այսօրվա մեր հյուրը երգչուհի Գաբի Գալոյանն է։ Ընկել եմ, հա, հենց կլիենտներն էլ եկել են հանել։ Չէ, տարերքի մեջ է սղացի։ Հա, սղացի։ Մերն եմ անում չեմ իշիլ, ստեղ դեղ։ Միշտ ոտքը սենց եմ անում ներվերի։ Գաբի, խոսելով ընտանիքից, պետք է փաստենք այն, որ դուք ժողովրդական Եկժ։ Ջոսը ժողովրդական ընտանիք։ Իսկ ռիպսի ինչ վատ ասա ռիպսին է։ Իսկ եթե խոսենք չիլնում։ Լսի, ես չգի, այստեղ էլ դե։ Եթե խաղալում ինչ խոսում։ Հա, ես Ողջույն Գաբի, շնորհակալ ենք, որ ընդունել եք մեր հաղորդմանը մասնակցելու հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար ձեզ։ Գաբի, զրույցը ցանկանում ենք սկսել ձեր մուտքից։ Երբ մուտք գործեցիք երգարվեստ, այն բավականին աղմկահարույց եղավ։ Նախ Երանի երգներ հիթային երգ, այնուհետև մինչ տեսահոլովակի հայտնվելը երկար աշխատանք էր տարվել։ Ամենուր կարելի էր տեսնել ձեր լուսանկարներով պաստառներ եւ թվում էր, թե հետագա հաջողությունը նմանատիպ է լինելու։ Սակայն մենք չտեսանք այն նույն իրարանցումը հետագայում, ինչ որ սկզբում է։ Այո, Երանի երգը նախքան տեսահոլովակը ուներ 3 տարվա պատմություն, երգը հիթ էր դարձել մինչ տեսահոլովակի նկարահանվելը։ Ճշնայած հետո վախել ունեի տեսահոլովակը նկարահանելու, մտածեցի, որ երգը արդեն լսված է, մի խոսքով սիրված է, իմաստ չկա, բայց շատ զարմացա, երբ
տեսահոլովակը մի քանի ամիս շարունակ մնաց Հիթշքերտների առաջին հորիզոնականում եւ 1 միլիոն դիտումը հատեց շատ կարճ ժամանակահատվածում։ Հաջողություն կարող եմ դա համարել որոշ չափով ինձ համար եւ դա իմ այցեքարտը կարծես թե դարձավ։ Իսկ հետո թե ինչու մի քիչ նստեց, որովհետև ես շատ դժվարությամբ միջև երկրորդ աշխատանքի համար դուք ինքներդ էլ գիտեք շոու բիզնեսի ծախսատար լինել, միջև հավաքեցի գումար, երկի տեսահոլովակի համար 1 տարի ինտերվալ, անգամ 1.5 տարի կարծեմ անցավ ու հենց այդ է պատճառը, որ հաճախակի չէր տեսահոլովակներ նկարահանվում, մարդկանց թվում էր, որ գործ չեմ անում, բայց այդպես չէր իրականում։ Գաբի, կարելի է եզրակացնել, որ դուք չէիք աշխատում այս ոլորտում, չնկարահանելով տեսահոլովակ կամ ձայնագրելով երգ, դուք աշխատում եք ակումբներում, քանի որ տեղյակ ենք, որ Երանիից առաջ աշխատել եք, այսինքն շարունակում եք։ Այո, ես պայմանագրով աշխատել եմ տարբեր համերգասրահների հետ, բայց Երանիից հետո, այսինքն դադարներով ա եղել, մի ընթացք աշխատել եմ, մի ընթացք ոչ, հիմա էլի չեմ աշխատում։ Ստաբիլ դա չի եղել։ Լավ, այս դեպքում ինչպես պետք է ձեռք բերեիք այդ գումարը տեսահոլովակ նկարահանելու համար։ Դե հենց այդ պատճառով մենք փորձում ենք երգը դարձնել հիթ, այսինքն գնել երգ, որը որ հիթ կդառնա, կլինեն կորպորատիվների հրավերներ, միջոցառումների, համերգների, չգիտեմ, կամ երկրից դուրս ինչ որ հրավերներ, պայստկաների, երգիչների գումարը հիմնականում այդ միջոցառումներից եւ պայստկաներից է լինում հիմնականում։ Գաբի, միաժամանակ ձեր ճանաչմանը զուգահեռ սկսեցին խոսակցությունները ձեր մորեղբոր Վանո Սիրադեղյանի մասին։ Ըստ ձեզ որքանով այդ խոսակցությունները օգնեցին ձեզ հենց այդ նույն PR տեսանկյունից։ Նախ պետք է անկեղծ ասեմ, որ ես երբեք չեմ փորձել բարձրաձայնեմ այդ փաստը, ընդամենը ինչ որ պատճառ չկար, ուղղակի անհիմն եմ համարել այդ մասին խոսելու։ Ես երբեք չեմ շահարկել նրա անունը եւ չեմ էլ շահարկի, ես ինքս միշտ իմ աշխատանքով եմ փորձել որևէ հաջողության հասնել։ Ուղղակի իր ծննդյան կապակցության հետ կապված, այսպես փոքրիկ նյութ հրապարակեցի, որտեղ պատմում էի մեր ընտանիքից, ընտանեկան ավանդույթներից, տատիկիցս եւ այլն, ու դրանից հետո արդեն նոր կայքերը շատ այսպես բուռն կերպով անդրադարձան այդ թեմային, ինչը որ ինձ էլ զայրացրեց, եթե անկեղծ ասեմ, որովհետեւ ես դա արել էի շատ նեղ մասայի համար, իմ բարեկամների, իմ հարազատների, արունակիցների ու ինչ որ շատ public դարձավ, ինչը որ ինձ համար էլ էր տարօրինակ, բայց անցավ այդ этаպը գնաց Փարքաստում։ Գաբի, խոսելով ձեր ընտանիքից, պետք է փաստենք այն հանգամանքը, որ դուք երաժշտական ընտանիքից եք։ Ձեր հայրը Հայաստանում առաջին ազգագրական զորավարանդրանիկ անսամբլի ղեկավարն էր, իսկ մայրը ժողովրդական երգչուհի է։ Բազմիցս նշել եք, որ դուք նույնպես նախապատվությունը տալիս եք ժողովրդական երգերին, սակայն կատարում եք կոմերցիոն երգեր, հետևյալ պատճառով մեջբերեմ ձեր միտքը։ Կատարում եմ կոմերցիոն երգեր ճանաչողություն ձեռք բերելու, մասշտաբային լսարան հավաքելու եւ գումար աշխատելու նպատակով։ Ստացվում է, որ ժողովրդական երգիչները չունեն այն նույն լսարանը, որը որ դուք ցանկանում եք ձեռք բերել։ Չէ, այստեղ մի այսպիսի խնդիր կա, հատկապես Սփյուռքում շատ արդի է ժողարվեստը, գուսանաշուղական երաժշտությունը ինչ խոսք արդի է եղել, կա ու կմնա միշտ, բայց ժողովրդական երգը որպես կանոն հիթ չի դառնում։ Ինքը ունի իր ուրույն լսարանը, ծանրակշիռ լսարանը, որը միշտ կա ու կլինի, էլի եմ ասում, նախ անհամեմատելի են այդ երկուսը ծայրահեղ տարբեր բարձրության ինչ որ ժանրեր են ինձ համար, ես ժողարվեստը շատ ավելի վեր եմ համարում, շատ ավելի խորքային արվեստ եմ համարում, մնայուն այդ մեր պատկերն է, այդ մեր իրականությունն է, մեր արմատներն են, մեր գեներն են, անհամեմատելի է։ Բայց որպես կանոն ժողովրդական երգը հիթ չի դառնում, քանի որ սա իմ առաջին կամ երկրորդ տեսահոլովակներ դեռևս Եվ ես ունեի խնդիր մասշտաբային լսարան ձեռք բերելու, ինձ պետք էր երգել կոմերցիոն երաժշտություն։ Բայց այնուամենայնիվ դուք մասշտաբային լսարան կարող եք ձեռք բերել ժողովրդական երգեր երգելով, քանի որ բոլորս էլ տեղյակ ենք, որ մեր արտերկրի հայությունը, չէ, կարոտած սպասում է, հա, թե երբ կծնվի եւս մեկ հայկական ժողովրդական երգ։ Անահիտ ջան, եթե անկեղծ ասեմ, շատ քչերը գիտեն այս մասին, բայց ես 2013 թվականին Երանի հետ մեկտեղ Սարի աղջիկ երգը պատրաստեցի ժողովրդական,
հունիս ամիսն էր դա 2013 թվականին ես Եվրոպայում էի վերադարձա ու տեսա, որ արդեն Անդրեն կլիպը տեսահոլովակը նկարել էր այդ երգի հիման վրա, մինչդեռ ես պատրաստվում էի հենց այդ նույն երգի հիման վրա տեսահոլովակների նախապատրաստական աշխատանքներ գնում տվյալ երգի։ Անդրեն արեց, ես արդեն իմաստ չգտա էլ անելու, որոշեցի, որ Երանի հիման վրա նկարվի տեսահոլովակը նույն հաջողությամբ կարող էր Սարի աղջիկա հիման վրա, բայց երևի են որ ասում բարին էլ էս էր, այդպես էր պետք չէր որ այդպես լիներ, նկարահանվեց Երանի հիման վրա ու կարծում եմ անգամ եթե ես նկարեի Սարի աղջիկ երգի հիման վրա իմ տեսահոլովակը միևնույն է այն լսարանը չէր ձեռք բերելու, որը որ Երանից։ Փաստորեն այս դեպքում ձեր հիմնական նպատակը համենայն դեպս սկզբնական շրջանում միայն հիթային երգ կատարելն էր։ Այո, կարելի է այդպես ասել։ Այս դեպքում երբ չստացվեց Սարի աղջիկ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելը, հետաքրքիր է այսօր դուք կրկին առաջնահերթություն տալիս եք ժողովրդական երգերին կամ ինչ որ պլաններ արվում են այդ ուղղությամբ։ Այո, ես հիմա արդեն պայմանագիր եմ պատրաստում ստորագրել Global Arts պրոդյուսերական ամերիկյան ընկերության հետ եւ մենք անում ենք նոր պրոյեկտ հենց այդ ոճի մեջ, նաեւ Սփյուռքի համար ենք անում, սեպտեմբերին կարծում եմ կլինի տեսահոլովակի պրեմիերան։ Շատ լուրջ աշխատանք է իրականում հիմա տարվում, համագործակցություն է, եթե հաջող լինի, առաջ Աստված համագործակցությունը կլինի շարունակական։ Ես շատ սպասում եմ այս հոլովակին ու այս աշխատանքին։ Սա այն է, ինչ որ ես սիրում եմ, որովհետև ես արդեն հավատացեք, ել չեմ էլ մտածում գումար աշխատելու մասին, ես արդեն անելու եմ այն, ինչ որ ես սիրում եմ։ Կընդունեն, չեն ընդունի, Աստված իրեն։ Միգուցե դրան նպաստել են այն քննադատությունները, քննարկումները, որոնք որ եղան ձեր հաջորդ աշխատանքի ժամանակ, խոսքը դավաճանես երգի եւ տեսահոլովակի մասին է, որովհետեւ չգիտեմ այն ձեզ համար հիթ դարձավ թե ոչ, ամենայն դեպս արժանացավ բավական քննադատությունների, նույնիսկ հնչեցին, որ դրանում արաբաթուրքական երևեջներ են հնչում։ Նախ ես ասեմ, խնդրում եմ, քանի հնարավորություն է իդեպ, ես ինքնարտահայտվելու հնարավորությունն եմ, այս թեման շատ վիճելի է դարձել վերջերս ու շատ է կիրառվում այդ մի հատ թուրքա-արաբական այդ հասկացողությունը անընդհատ հնչում է ամեն տեղ։ Ես ուզում եմ ուղղակի ինֆորմացիոն կարգով, այո, ես դա համարում եմ անտեղյակություն։ Թուրքական եւ արաբական երաժշտությունը նախ իրարից են տարբեր իրենք։ Հետո այսօր հայկական էստրադայում շատ են կիրառվում բուլղարական մոտիվներ, ռումինական մոտիվներ, երաժշտական, հունական, իսպանական, օրինակ Երանի երգը հունական մոտիվներով էր պատրաստված, անգամ հունական բուզուկի գործիքներ մեջը գրված։ Երկրորդ երգը բուլղարական մոտիվներով էր պատրաստված, որտեղ նաեւ կան ինչ որ իսպանական ելևեջներ, կիթառի ինչ որ այսպես պարտիաներ։ Ես խնդրում եմ, եկեք դա չշփոթենք թուրքական արաբական հետ, որովհետև ես ինքս ինձ երբեք թույլ չեմ տա մահմեդական, մուսուլմանական երաժշտություն երգել, այն դեպքում, երբ ես երգել եմ Սարի աղջիկ, ավել բան ուղղակի չեմ կարող ասել։ Խնդրում եմ այդ ժանրային առումով մի փոքր ավելի տեղեկացված լինել եւ անհիմն այդ բառը չօգտագործել թուրքա-արաբական, որովհետեւ ինքը իրականում ընդհանրապես այլ երաժշտություն, ես իմ բաժնով կոնկրետ կարող եմ ասել, ես մյուս երգիչ-երգչուհիների մասին չեմ խոսում։ Լավ, Գաբի, դուք որքան էլ որ նշում եք, որ ժողովրդական երգերը ձեզ ավելի հոգեհարազատ են, բայց ամենայն դեպս կցանկանայինք լսել, թե արդյոք դուք այս երգը եւ նմանատիպ այլ երգերը կատարում եք սիրով, թե պարզապես դա արված է, ինչպես քիչ առաջ խոսեցինք, գումար վաստակելու համար եւ ձեր միգուցե ճանաչումն ավելի ամրապնդելու համար։ Գիտես, Աթեն ջան, ինչքան էլ քննադատեն, ինչքան էլ այսպես տարբեր անվանումներով որակեն կոմերցիոն երաժշտությունը, միևնույնն է, այն ինչ որ արվում այսօր իրականում ունի շատ մեծ լսարան։ Դա հերքելը անհիմն եմ համարում, դա փաստն է։ Այսօր այդ երաժշտությունը ունի իր ուրույն լսարանը։ Եթե չունենա լսարանը պահանջարկը չլինի, ոչ մի երգիչ դա չի անի։ Հիմնական գումարը երգիչների հենց այդ երգերով են աշխատում։ Գիտես, ես կխաբեմ, որ ասեմ սիրով եմ անում։ Չէ, իրականում նախ չսիրելով չեմ կարող անել, բայց ես այն հաճույքը չեմ ստանում, որը որ ես երգում եմ, ժողովրդական երգեր եմ երգում, իմ արյան մեջ է, ես ապրում եմ, վերապրում եմ այդ երաժշտությունը։ Կոմերցիոնը ուղղակի ստացվում է, բայց այն չի, ինչը որ դու ներսից ուզում ես։
ու ցանկացած երգչի համար շատ դժվար է իրականում կատարել այն, ինչը որ ինքը այդքան չի սիրում, ուղղակի ստացվում է կամ որը որ շուկան է պահանջում։ Բայց կարելի է ասել, որ նաև արդարացրեցին ձեր սպասելիքները։ Հավատացեք, այդ երգը ունի իր լսարանը։ Ինչքան էլ որ տարօրինակ է, այսքան քննադատությունների հետ մեկտեղ, ես ինքս տեսնում եմ, ինչքան են ավտոմեքենաների մեջ լսում, ապարում են միջոցառումների ժամանակ, ես ունեցել եմ արդեն բազմաթիվ հրավերներ այդ երգի պատվերով, բայց ելի եմ ասում, անգամ դա չի կարող ինձ խաբել, ես հիմա արդեն որոշել եմ կարծում եմ ես փոքրիկ, իմ լսարանը փոքրիկ է դեռ մեծ չի, բայց ես ունեմ ինչ-որ մի լսարան, որին արդեն ուզում եմ հրամցնել ժողարվեստը։ Իսկ կարծում եմ ժամանակը հասունանում է արդեն։ Իսկ որքան էլ որ ցանկանում եք, բայց չընկալվելու հարց առաջ չի գալիս ձեզ մոտ այդ ոճում, որովհետև դուք արդեն հայտնի եք որպես դավաճան ես, երգի կատարող որպես Երանի չունեմ վախ։ Գիտես ինչու, որովհետև ես ինչքան էլ երգեմ դավաճանեսը կամ Երանին, միևնույն է այն երգեցողությունը ու այն հոգին, որը որ դու այն ապրումները, որը որ դու ապրում ես ժողովրդական երգ երգելուց, ինքը չի կարող տեղ չհասնել։ Ես չեմ հավատում, որ կարող է տեղ չհասնի։ Չգիտեմ։ Վերջին տեսահոլովակի հետ կապված դուք նաև հարցազրույցներից մեկում անկեղծորեն նշել եք, որ հիմա ես ունեմ ֆինանսական խնդիրներ, ինձ պետք էր, որպեսզի պահանջված կոմերցիոն երգերով գումար աշխատեմ, որովհետև ես չունեմ հովանավոր, սիրեկան եւ հարուստ պապա։ Միաժամանակ նաև հավելել եք, որ կգա մի օր եւ այլևս չեք երգի նմանատիպ երգեր։ Կարծես թե այդ օրը մոտ է։ Եթե չեմ սխալվում, քիչ առաջ նշեցիք, որ արդեն պատրաստվում եք ժողովրդական երգեր երգել, եւ հետաքրքիր է հետագայում այդ ժողովրդական երգերը չեք համեմի եւս մի քանի կոմերցիոն երգերով։ Գիտեք, իրականում չեմ կարող ասել ինչ կլինի հետո, որովհետև պահանջարկը շուկան այնքան շուտ-շուտ է փոխվում։ Դու չես հասկանում երբեմն ինչ անել, որ բավարարես ժողովրդին կամ գոհացնես նրանց։ Ես ուզում եմ իրենց համար լավ լինի։ Ես չեմ անում սա իմ համար, ոչ մի երգիչ չի անում իր համար, այդ խափում են իրենց, որ ասում են ու մենք մեր համար ենք անում, մեզ չի հետ, այդպիսի բան չկա, իրականում բոլորս էլ աշխատում ենք հանրության համար, որպեսզի իրենց դուր գա։ Բայց նաև ճանաչումը, ֆինանսական բոլոր այն միջոցները ձեռք են բերում կատարողները այս դեպքում եւ ձեռք են բերում կատարողները։ Դա անում են միայն հանրության համար։ Սաթենիկ ջան, ձեռք են բերում կատարողները ֆինանսը, բայց հավատա ես հիմա ինչքան գումար որ աշխատել եմ, ամբողջը ներդրվել է գործի մեջ։ Ես քեզ անկեղծորեն եմ ասում։ Ինքը այնքան ծախսատար ոլորտ է, որ դու չես էլ հասցնում անգամ գումար աշխատել։ Դու աշխատածդ անverջ դնում ես գործի մեջ, անverջ։ Լավ, Գաբի, այն կատարողները, ովքեր որ մի փոքր շեղվում են կամ չեն երգում կոմերցիա, նշանակում է, որ ունեն հովանավոր, հարուստ պապա կամ սիրեկան։ Չէ, որակում չեմ տվել, ուղղակի ես իմ ճանապարհի առջև ունեմ ընտրության հնարավորություն։ Ես չեմ ընտրել այդ ուղին, ես ընտրել եմ այս ուղին, որը որ քարքարոտ է, որը ժամանակատար է, որը որ ծախսատար է եւ իմ երիտասարդ տարիներից է խլում, փաստացի, որովհետեւ դու միջև մի աշխատանքի համար գումար ես հավաքում, եկել զգում ես 3 տարի քո կյանքից անցավ։ Ու երիտասարդ են ամենալավ տարիներից, հա, ինչ որ ոսկե տարիք կա, չէ, 20-ից 30 ընկած հատվածը։ Դժվար է ինձ մոտ ամեն ինչ լինում, բայց կարևորը այս ճանապարհին ես այսպես գլուխս հանգիստ կարողանում եմ բարձին դնել, քնել, գիտեմ, որ որևէ կնոջ չեմ ցավացնում, ինձ համար դա շատ կարևոր է։ Ես հիմա շատ ուրախ եմ, որ ես այս պայմանագիր ունեմ արդեն Global Arts-ի հետ, որովհետև իրենք ինձ օգնում են փաստացի, եւ ես հիմա արդեն մի քիչ կարող եմ թեթևանալ կյանքումս առաջին անգամ վերջի տարիներին եւ ես հոգալ իմ ծախսերը, ինչ որ ունեմ օգնություն արդեն պայմանագրային աշխատանք, ես արդեն ունեմ հնարավորություն երգել այն ինչ որ սիրում եմ, բայց սկզբնական շրջանում ես չունեի ոչ ոք, որովհետև բոլորը գիտեն, որ ես աշխատում եի միայնակ, չունեի պրոդյուսեր, չունեի հովանավոր եւ նշվածներս։ Լավ Գաբի, արաբա-թուրքական ելևէջներով երգ երգելը դա միակ քննադատությունը չեղավ ձեր հասցեին, նաև ձեզ մեղադրեցին, երբ համացնցում հայտնվեց ձեր դավաճանես տեսահոլովակը Լիլիթ Հովհաննիսյանի նմանակելու մեջ, ինչը դուք պարզապես շոկային համարեցիք, բայց նաև հավելեցիք, որ եթե մարդիկ նմանեցրել են, ապա կաշխատեք հետագայում այնպես անել, որ այլևս ոչ մի նմանություն չգտնեն ձեր եւ մյուս օրինակ կատարողների միջև։ Սակայն վերջերս, երբ համացանցում
հայտնվեց Հռիփսիմե Հակոբյանի Իմ սիրտը լիքն է տեսահոլովակը, այս անգամ էլ նրան մեղադրեցին ձեզ նմանակելու մեջ։ Կցանկանայինք լսել ձեր կարծիքը, այս դեպքում նմանությունը կրկին ձեզ համար շոկային է։ Չէ, ես այս դեպքում արդեն շոկային չէր։ Արդեն ես լուրջ սկսեցի մտածել ինչումն է խնդիրը։ Անկեղծ, որովհետև իրականում խնդիրը խորքային է։ Հիմա անդրադառնամ այդ թեմային նախ Լիլիթի տեսահոլովակի հետ, ուրեմն իմ տեսահոլովակի մեջ մենք փորձել ենք կերտել աղջկա կերպար, որը որ լաքշերի ոճում է հագնվում, որ նոր է բաժանվել, որ համարձակ է, ցանկալի է եւ այլն, ինչ որ միջազգային ստանդարտներին համապատասխանող լեդի ինչ որ կնոջ կերպար ենք փորձել ստանալ եւ իրոք ամբողջ թիմի ոչ ոքի մտքով չէր անցնում, որ նմանություն կարող է լինել։ Ես անգամ չէի դիտել Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակը։ Ես այդ օրը, երբ արդեն ինտերնետային կայքերը այդ հոդվածները տպվեցին, նմանեցրեցին, նոր առաջին անգամ դիտեցի Լիլիթի տեսահոլովակը, այո, չեմ խաբում, ես իրոք շոկ եմ ապրել, որովհետև ես ինքս կարծում եմ, ես եւ Լիլիթ Հովհաննիսյանը բացարձակ իրար նմանություն չունենք, թե ձայնի տեմբրով, թե էներգետիկ դաշտով, թե նաև կատարողական ինչ-որ ելևէջներով։ Ախր իմ պարողները տղաներ էին, աղջիկներ չէին։ Լավ, ես հիմա չեմ ուզում հակառակվել, ես էլի եմ ասել, ես ժողովրդին էլ չեմ հակառակվելու։ Վերջ-վերջո երբ մի հոց բազմություն ասում է նման է, ուրեմն նման է, ինչքան էլ որ ես համաձայն չլինեմ դրա հետ, բայց ես ժողովրդին չեմ հակառակվի։ Խոսք եմ տվել, որ հաջորդ աշխատանքս այնպես կանեմ, որ նման չլինի, խոսքս կպահեմ։ Եթե անցնենք Հռիփսիմե Հակոբյանի տեսահոլովակին, դուք նմանություն գտնում եք։ Գիտեք, այստեղ իրականում խնդիրը շատ ավելի խորքային է։ Ես իրոք լուրջ արդեն սկսեցի մտածել ինչու՞մն է խնդիրը, որ նմանացնում են։ Մենք շատ տարբեր ենք իսկապես իրարից, երեքս էլ։ Ես կարծում եմ, այսօր մի ցավալի փաստ կա մեր իրականության մեջ, մեր շուկան շատ փոքր է։ Մեր երգերը գրում են նույն մարդիկ։ Մեզ հետ պարապում են նույն պարուսույցները, նույն վիզաժիստները, նույն օպերատորները, անգամ մոնտաժ անողներն են նույն մարդիկ։ Գիտեք, այդ մարդիկ ունեն իրենց ձեռագիրը, իրենց փորձը, իրենց տարիների աշխատանքը, իրենց ինչ-որ յուրահատկությունները եւ ում հետ էլ որ աշխատեն, միևնույնն է, իրենց ձեռագիրը երևալու է։ Ու հենց այդ դառնում է պատճառ, որ բոլորիս նմանացնում են իրար։ Ես դա այդպես եմ կարծում, որովհետեւ այլ խնդիր այստեղ չի կարող լինել ու հավատացեք, ոչ մի երգչի ձեռք չի տալիս, որ իր աշխատանքը նմանեցնեն մեկ այլ երգչու արված աշխատանքի, որովհետև դա վերջին հաշվով պրավալ է, հա։ Իսկ դուք Հռիփսիմե Հակոբյանի տեսահոլովակը նմանեցնում եք ձեր տեսահոլովակին։ Եթե անկեղծ ասեմ, ես չեմ նմանացրել։ Կապի խոսելով քննադատություններից պետք է փաստենք այն հանգամանքը, որ քննադատվում էր եւ շարունակում է քննադատվել ոչ միայն ձեր մասնագիտական գործունեությունը, այլ նաեւ մի շրջան կար, երբ անդադար խոսվում, քննարկվում ու քննադատվում էր ձեր պլաստիկ վիրահատությունները։ Ի տարբերություն շատ երգչուհիների դուք նշել եք, որ ձեր շուրթերի ձևն եք փոխել, սակայն ըստ կարծիքների դա ձեր միակ վիրահատությունը չէր։ Ստիպված եմ հիասթափեցնել այդ մարդկանց ու ասել, որ դա միակ միջամտությունն է, իդեպ, որը կարծեմ պլաստիկ վիրահատություն չի էլ համարում, այսինքն խիրուրգիական միջամտություն չկա, այդտեղ էսթետիկ ինչ-որ միջամտություն է պլաստիկ, որը որ ժամանակավոր բնույթ է կրում։ Այլ վիրահատություններ ես չունեմ ու շատ անկեղծ եթե ասեմ, ինձ զայրացնում են, որ մեկ-մեկ կայքեր իմ նկարը ինչ-որ անհասկանալի կերպարների նկարների կողքին են դնում, սկսում 40 պլաստիկ վիրահատություն են ինձ վերագրել արդեն։
Ես մի քիչ վատ եմ զգում, բայց դա նորմալ է, չգիտեմ, երևի դա էլ պիտի լինի։ Նույնիսկ հաղորդմանը նախապատրաստվելիս հանդիպեցինք այնպիսի մեկնաբանությունների, հա, արված ձեր տեսահոլովակների տակ, որ Գաբին արդեն չափազանց արհեստական տեսք է ստացել, նմանվել է Բարբի տիկնիկի, այսպես ասած։ Տեսահոլովակում կարող է։ Ես կյանքում շատ ավելի հասարակ մարդ եմ, շատ ավելի հասարակ, ես շատ քիչ եմ շպարվում, միայն ասենք եթերների գալուց կամ տեսահոլովակների մեջ, բայց կյանքում ես այնքան հասարակ եմ, ինձ չեն էլ ճանաչում իդեպ դրսում, շատ ուրախ եմ դրա համար։ Այդ կերպարը Բարբի տիկնիկի կամ չգիտեմ շպարված, ու բնական է տեսահոլովակում այդ կերպ պետք է լինի, այլ կերպ չի էլ կարող լինել, բայց կյանքում ես ընդհանրապես ուրիշ մարդ եմ։ Ինձ ճանաչող մարդիկ գիտեն։ Հասկանալի է։ Գաբի, ձեր թույլտվությամբ անցնելով դեպի ձեր անձնական կյանք, կցանկանայինք այս պահին հետաքրքրվել։ Արդյոք ձեր սիրտը զբաղված է թե ոչ։ Իհարկե ակնկալում ենք անկեղծ պատասխան ձեզանից։ Չէ, ես թաքցնելու բան չունեմ էլ, չէ։ Չկա ոչ ոք իմ կյանքում, հիմա սիրտը ազատ է, որովհետև ուղեղն է շատ զբաղված հիմա։ Գործերի առումով ես հիմա այսպես ինձ ամբողջովին նվիրել եմ աշխատանքին, որովհետև մոտակա մի քանի տարին առաջ Աստված ուզում եմ շատ ակտիվ աշխատել, եթե Աստված կկամենա, այդպես կլինի, միջև արդեն կհանդիպեմ երևի թե ինչ-որ մեկին, ում հետ կյանքիս մնացած տարիները կապրեմ, դեռ չկա ոչ ոք իմ կյանքում։ Գաբի, տեղյակ ենք, որ նաև դուք այսօր տղամարդու մեջ հայր եք փնտրում եւ առհասարակ հարցազրույցներից մեկում նշել եք, որ ձեր կյանքի ամենացավոտ կորուստը դա ձեր հոր կորուստն է եղել։ Ու մի օր էլ կանգնեցի նույն դաշնամուրի առջև, բայց դու չկայիր։ Կարկամեցի, ինձ անտեր զգացի, ու այդ զգացողությունն ինձ չի լքում ինչ օրս, պապ։ Ես թեմ այդ խոսերից մի հուզվում եմ։ Այո, ես շատ վաղ տարիքում եմ ցավոք սրտի կորցրել հորս եւ այն ջերմությունը, այն քնքշանքը, այն բացերը, որոնք կան իմ կյանքում մինչև այժմ, ես ուզում եմ, որ լրացնի իմ ապագա ամուսինը։ Այո, ես ուզում եմ իմ կողքին այնպիսի տղամարդ, ով ինձ իր երեխայի պես կխնամի։ Աստված եթե ինձ արժանի համարի, այդ պարգևին ես դա կարծում եմ կունենամ ապագայում, առաջ Աստված։ Շնորհակալ ենք Գաբի, մեր հրավերն ընդունելու համար, ձեզ միայն հաջողություն ենք մաղթում։ Ձեզ էլ աղջիկներ, շնորհակալ եմ։ Այսօրվա մեր արտաքին տեսքն ապահովելու համար շնորհակալություն ենք հայտնում Ագա Քանքանյան Image Studio-ին, որտեղ լիարժեք արտաքին գեղեցկություն ապահովելուց բացի գործում են նաև կոսմետոլոգիական ծառայություններ, հասցե Իսահակյան 14։ Ինչպես նաև համագործակցության համար շնորհակալություն ենք հայտնում L Nail մատնահարդարման սրահին, հասցե Կորյունի 5 կոտորակ 3։ Այսօր այսքանը, մենք շարունակելու ենք մեր տեսադաշտում պահել հայկական շոու բիզնեսում տեղի ունեցող բոլոր բացահայտ ու թաքուն իրադարձությունները։ Նաև չենք դադարելու բարձրացնել հարցեր, որոնց պատասխանները մինչ այս չեն հնչել։ Եթերում փոփարտներ կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Դան դեսերտ խմորեղենի եւ տորթերի արտադրության ընկերություն։ Հաղորդման գործընկեր Նավավար ձկնալի ըմպելարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, առաջին հարկ, իսկական նավահանգստային միջավայր Լեռներում։ Հաղորդման գործընկեր Ժան-Պոլ էգզիստենցիալ սրճարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, երկրորդ հարկ, վայր, որտեղ գերակա է զրույցը, որտեղ արվեստն ու չարվեստը թափառում են սենյակից սենյակ։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ, հասցե Պուշկինի 33 կոտորակ 21։ Շուրջ 30 տարի շուկայում առաջատարներից մեկը համարվող Դան դեսերտում կարող եք գտնել իրենց համային յուրահատկությամբ ու ինքնատիպությամբ աչքի ընկնող ամենատարբեր տորթեր եւ խմորեղեններ։ Այստեղ կարող են կատարածել ձեր ցանկացած մտահղացում տոնական սեղանին տալով յուրահատուկ տեսք։ Այժմ Դան դեսերտից կարող եք օգտվել նաեւ Պրոսպեկտ մոլի երկրորդ հարկում գտնվող սննդի կետից։